Ես չեմ բացառում, որ այս սպանությունները նաև ինչ որ իմաստով դրսից սկսեն Հայաստանում սանձազերծել, Հայաստանում արյուն հեղելու համար միջև ընտրություններ, մի բան, որը ամենակարևոր գործիքը եւ հանգամանքը կդառնա Ռուսաստանի համար արտաքին կառավարում Հայաստանում ուրեմն առաջացնելու համար դրա պահանջը, որովհետեւ անարյուն հեղափոխությունը 2018 թվականի ռուսները մեզ չեն ներել, որովհետև իրենք հասկանում են, որ այդ նախադեպը մեծագույն սպառնալիք է ամբողջ հետխորհրդային տարածքի համար։ Իրենց պետքա վերջնահաշվում, որ Հայաստանում արյուն հեղվի, որ իրենք կարողանան ասել, որ իհարկե, որ հեղափոխական գործընթացները եւ ժողովրդավարական գործընթացները հանգեցնում են արյունահեղության։ Այդպիսի փորձեր եղան տարիներ առաջ, մայիսին, հունիսին, այդ սրբազան պայքար, դրանց բոլորի նպատակը ի վերջո արյունահեղություն անելն էր, որտեվ այդ էր հանձնարարությունը։ Ռուսների նպատակն էր Հայաստանում արյունահեղությամբ ավարտել հեղափոխական ցիկլը, որ ժողովրդավարական բոլոր գործընթացները ավարտվում են արյունահեղությամբ։ Հայաստանը այդ իմաստով բացառիկ բացառություն է, որ թույլ չի տվել, որ այդ գործընթացները դրան հասնեն։